Դե ինչ, շարժվում ենք արդեն Դարչենից դեպի Կայլասի ստորոտ, որից էլ սկսվելու է մեր 4-օրյա ուղևորությունը։ Հաշվի առնելով երեկվա տարբեր մարդկանց փորձառությունը, ովքեր չէին անցել ճանապարհը, կեսից հետ էին վերադարձել, այսօր առավոտը մեզ ոմանք պատմում էին իրենց փորձառությունը, որ եղանակային պայմանները թույլ չեն տվել անցնել, նախատեսվածից շատ տեղումներ են եղել եւ ձյուն, անպամացություն, քամիներ, բայց ինչպես տեսնում եք, օրը սկսվել է մեզ համար արևային եւ մեծ հույս ունեմ, որ ամեն դեպքում որն էլ լինի բարին է, մեր տրամադրվածությունը լավ է։ Կանե ոնց է տրամադրված։ Շատ լավ։ Արևոտ։ Ահա ինչպեսի երուզեր է տեղի ունենում։ Մենք հիմա կորայից առաջ պատրաստվում ենք, նախ այստեղ ինչ ճամպրուկներ կա, ողջը յակերի համար է, չէ՞ Գայանե։ Ահա։ Մենք այս անգամ անցած անգամ պորտերով էի անցնում ճանապարհը, պորտերը այնա, որ մարդը վերցնում է քո ծանր ուսապարկը ու քո հետ քայլում է ճանապարհը։ Այս անգամ վստահելու ենք յակերին, Անի ջան, Անի ես դու ես։ Անի դու ես։ Ուր ես։ Աչուկներով շողարցակի ճանաչենք։ Ողջույն։ 5000-ից սկսել ենք վեր բարձրանալ։ Հիմա տենց բավականին կիքոտ ճանապարհով բարձրանում ենք Կայլասին նայող կարևորագույն տաճարներից մեկը։ Հիմա նայեք տեսարանը։ Տեսնում եք Կայլաս լեռը։ Ամենաճոխ հարստությունը Կայլասի առջև նստել, թիկունքում էլ տաճարը։ Այո։ Չայ վայելել, թեյ վայելելն է։ Կամ վիտամին C։ Նայածով ոնց է իրան զգում ես բարձրության վրա։ Կայլասը ունենալ աչքերիդ առաջ, վայելել կոճապղպեղով ու մեղրով թեյ, որ մի քիչ ուշ շարունակես վերև մագլսել։ Здравствуйте. Здравствуйте, девочки. Привет. День. Как начался ваш путь? Шикарно. Первый день горы. Ага. Անդադար քայլում ենք։ Ճանապարհի կեսից ավելին դեռ կա ու հիմա ժամը 3-ն է։ Այդ նշանակում է, որ կարող է մտնի, այդ նշանակում է, որ ես երկրորդ ուղևորության ժամանակ ինքան էի երես արել, որ լապտերիկս չի վերցրել հետս։ Բայց եւ այնպես հույս ունեմ, որ կհասցնենք մինչև ութն ընկնելը։ Տեսեք մարդիկ տիբեցիները պրաստիրանյա խոնարհում անելով են կորանացնում։ Իրանց դեմքը այն աստիճանով վառված է սարևից, լիովին վերքերով պատված։ Հատուկ շորեր են հագնում, որ քիչ վնասվեն։ Տեսնում եք, այսպես անցնում են։ Մոտ մի երկու շաբաթում այսպես անցնում են ողջ պտույտը, այն ինչը մենք 4 օրում ենք անում քայլելով։ Աղոթք են ասում ու այսպես ամեն քայլից հետո դեռ ընթանում է մեր գորայի առաջին օրը, ամենաթեթև օրը։ Եվ քայլում ես, այս բարձրության վրա բարձրանում, իջնում ես, քեզ թվում է հեսա կհասնես, բայց ոչ, մինչև որ ամենահարմար, ամենավորակյալ կոշիկները սկսում են ցավացնել ոտքերդ, մինչև որ մարմինդ հառաչում ու ասում է, խնդրում եմ նստիր, օրինակ ես քարին։
Կալասի երկու դեմքերով պտտվեցինք եւ վերջին երրորդ դեմքին ենք շուտով հասնում։ Ոյլ եմ ասում, սա դեռ առաջին օրն է ամենաթեթև։ Ականջները քամին տանում, բամբայք ես մտցնում, փորձում ես լավ ամենավորակյալ հարմար հագուստով կոմպենսացնել, միևնույնն է քամին իր գործը անում է։ Անկախ նրանից, որ որքանով ես ծածկում դեմքը։ Բայց ընթացքում կարևոր գիտակցությունը, որ կարևորը թե ինչպես ես ընթանում, ոչ թե վերջնակետը, այլ ամեն քայլդ ոնց ես դնում, ինչի համար ես դնում։ Հիշեցնեմ, որ սա հրեղենձի ու տարում կատարվող կորա է, սարի շուրջ ծիսական պտույտ, որը հավասարազոր է այլ տարիներում 12 պտույտի։ Իսկ հրեղենձի ու տարին 60 տարին մեկ է կրկնվում։ Ընկերներ, Կալասը երևում է, մեր հյուրատունը երևում է, օր առաջին, բարեհաջող մոտենում է ավարտին, ու մենք արժանանում ենք մի ճոխ անշարժ հանգստի քնապարկում։ Հուսամ ոչ այդքան սառը սենյակներում։ Ու տվեցինք այս քամու թղթիկները վրան հրեղենձին է, այսպես։ Կանե, յուհու, թող բոլոր սրտից բխող նպատակները ռեալիզացվեն։ Նկես ժամ առաջ Լուսինը ուղիղ սարի գլխին էր։